Her works are full of optimism, faith in life, and an unwavering desire to achieve beauty. With her distinctive style, language, and vocabulary, she creates stable and lasting prose. Margarit Deranz is faithful to William Saroyan's greatest exhortation: to save a person, not to ignore, to understand the pain of his soul. Տիկին Դերանց, երբ հասկացաք, որ գրող լինելը ձեր կոչումն է։ Առաջին անգամ, երբ որ տպագրեցի Բյուրեղապակյա ծաղկամանը վիպակը, ամեն ինչ ես էի արել, եւ կազմը, եւ խմբագրել էի, եւ սրբագրել էի, եւ դժբախտաբար նաեւ տպագրել եմ մի տպարանում, որը մասնագիտացած էր հրավիրատոմսներ տպելու։ Եվ հաճախ բառերը հեռանում էին, վերջին պահին պետք է բառեր մտցնեի, բառեր հանեի, որպեսզի ներդաշնակությունը տողերի պաշտպանեի։ Եվ կարծում էի, որ հիշատակ կմնա գիրքը իմ անքուն գիշերներից, եւ բնավ չէի մտածում շարունակելու եւ գրականությամբ զբաղվելու մասին։ Պատահաբար գիրքը ընթերցում է այդ տարիներին Ամերիկայի, ուրեմն Կալիֆոռնիայի գրողների միության պատվավոր նախագահ, կարծեմ նա համարվում է բոլոր ժամանակների պատվավոր նախագահ, Գևորգ Քրիստինյանը, որ հրաշալի բանաստեղծ էր, գրականագետ եւ բազմաթիվ գրախոսություններ ներգրած շատ գրողների մասին, այդպես շատ նվիրյալ է, գրականության նվիրյալ է։ Եվ այսպես զարմացած, երբ որ հանդիպեցի նրան, զարմացած նայեց ինձ եւ ասեց, որ աղջիկ ջան, առուտի կաթ ես խմել։ Այսպես շատ զարմացա, ասեց, որ սովորաբար ոտանավոր են գրում, հոդված են գրում, դու միանգամից անցել ես վիպակի։ Իհարկե, քննադատես, որ տեխնիկական բազմաթիվ թերություններ կային գրքի մեջ, Առողջ քննադատությունը։ Այո, բայց ասած գիրքը դա թիմային աշխատանք է, քեզ անպայման սրբագրիչ է պետք, ինչու՞ չէ նաև խմբագիր, ձևավորող, որպեսզի այդպես լավ արդյունք ստացվի, այսինքն լավ արտադրանք ունենաս, բայց այն, որ դու ի վերուստ գրող ես, դա միանշանակ, որովհետև եւ հերոսները եւ սյուժեն այդպես մի շնչում ընթերցող վիպակի վաղուց նման հրաշալի գործ չէի ընթերցել։ Կարելի ասել նախախնամությունն է պատճառը ձեր գրող դառնալու գործում։ Եվ ավելացնեմ, հրաշալի հոդված գրեց ինքը կյանքի բյուրեղյա լույսը։ Եվ տպագրեց այդ ժամանակ Լոս Անջելեսյան բավականին թերթերում, մոտ 5 ամսագրերում, հոդվածներում, այդպես տպագրեց այդ հոդվածը։ Տարիներ առաջ էր դարձյալ այսպիսի գեղեցիկ գրքի շնորհանդեսին եմ ներկա եղել, պատիվ եմ ունեցել ինչպես այսօր ներկա գտնվելու Մարգարիտ Դերանցի այդ տաղանդավոր հայուհի արձակագրի շնորհանդեսին։ Ես հենց սկզբից նախ հմայվեցի նրա մեր արձակ չքնաղ աշխարհից եկող լուսաշող գեղեցկությամբ, բայց երբ ծանոթացա նրա գրքերին, ապա տեսա, որ այդ նույն լուսաշողությունը բխում է նրա գրելաոճից, մաքրամաքուր հոգուտեր գրողի մեր հայուհու սրտից բխող եւ գրելաոճն այնպիսին է, որ սկսեցիք պետք է ավարտեք ձեր սկսածը։ Շատ հետաքրքիր են եւ գիտեք գրքերի յուրաքանչյուր տողում մենք գտնում ենք մարդու ամենանդուրբ զգայացած հոգուց բխող մտքերի ու զգացումների արտահայտությունը։ Մի անգամ զրույցի ընթացքում դուք նշեցիք, որ գրողի համար, երբ գրողը ստեղծագործում է, նա չի մտածում ընթերցողի մասին, բայց ձեր պարագայում ունենալով նվիրյալ ընթերցողներ, մի հոծ բանակ կարելի ասել,
դուք կարևորություն տալիս եք ինձ թվում է համենայնդեպս ընթերցողին, ինչ որ ձևով նաև տարբերվում եք մյուս գրողներից, սակայն ձեր շնորհանդեսի հաջողության ես կարծում եմ գրավականը նաև ձեր ընթերցողն է, որովհետև մենք ականատես եղանք վերջերս թե ինչպիսի նվիրվածությամբ եւ սիրով են ընթերցում ձեզ եւ հավատարիմ մնում։ Հա, շնորհակալ եմ Արշալուս ջան։ Գիտեք, գրողը ստեղծագործական այս process-ում մենք կարծես թե տեղափոխվում ենք մի ուրիշ տարածություն, ուրիշ այդպես բարձրություն եւ մենք բնավ չենք մտածում, կոնկրետ ես ինձ համար եմ ասում, այդ պահին դու բնավ չես մտածում ընթերցողին հաճելի լինելու մասին։ Դու առաջնորդվում ես ի վերուստ ինչ է քեզ տրված, որտեվ աներևույթ մեկը մենք ասում ենք դա մենք գիտենք որ դա մեր հայրն է երկնքի, նա առաջնորդվում է մեզ գրելուց եւ ընթերցողին հաճախ բնավ չեն ուզում ոչ քո տվայտանքները, ոչ քո անքուն գիշերները, ոչ քո պայքարները եւ մեկ բառ ճիշտ նախադասություն գտնելու համար մենք կարող ենք տարապել նրան բնավ դա չի հետաքրքրում նրան պետք է պատրաստի արտադրանք համով ուտելիք համով գիրք որպեսզի վայելի գեղարվեստական ընթերցանությունը դա հատկապես վերաբերվում է մենք չենք ճանաչում ոչ բոլոր մեր ընթերցողներին այսինքն մտերիմ մոտ մարդկանց մասին չէ խոսքը որոնց դու ճանաչում ես ու գիտես որ նրանք սիրում են քո գրականությունը հավատարիմ են այո մենք չենք ճանաչում մեր ընթերցողներին եւ գրքերն են գիրքը այն կամուրջն է որը մեզ միացնում է բայց իհարկե ես նաեւ այն գրողներից չեմ որոնք ասում են ես գրում եմ ինքս ինձ համար ինձ հետաքրքիր չի ընթերցողի կարծիքը ինձ հետաքրքիր չի ընթերցում են ինձ թե ոչ կարծում եմ դա ծայրահեղություն է որտեղ ընթերցողներն են հենց մեր գրածները վերածում գրվածքների եթե բախներս բերի նաև սիրած գրքերի ինչպես հանդիսատեսը դերասանի համար նույնն էլ ընթերցողը գրողի այո դա նույնն է հարցը վաճառքի խնդիրը չէ բնավ նյութականը չէ հարցը որ քո գաղափարները քո առաքելությունը քո կյանքի նպատակը որտեղ դու զգում ես որ դա ի վերուստ տված է քեզ որ այդ ամենը հասցնես քո ժողովրդին եւ մարդկանց եւ հուսով որ քո գրվածքները ինչ որ փոփոխություն կբերեն մարդկանց կյանքում ու եթե նա բերում է փոփոխություն թեկուզ մեկ մարդու կյանքում ուրեմն կարծում եմ ստացվել է դու հաջողված ես այո այո համամիտ եմ Welcome to tonight's book presentation of Love on the Moon Edge. Without further ado, I would like to invite the woman of the hour, novelist, an amazing writer, Marguerite Durand. Let's give her a warm welcome. Good evening, ladies and gentlemen. I'm glad to see you all here. And you are joining to me tonight to share, to show our love for literature. From young age, I have pursued reading like a passion. Since arriving to the United States, books have helped me overcome obstacles, at the same time inspired me to write. Today I'm proud to say I have many loyal readers. Thanks them for their support for a long year. Happy to see you, new faces. And I present Love on the Moon Age and Love an Immigrant Woman. Hope this book can invigorate a conversation. Добрый вечер, дамы и господа, друзья, читатели.
Книга – это друг, это собеседник, это учитель. Она радость для души. Она пища для мышления. С нею мы живем новую жизнь, мы улыбаемся, радуемся, плачем, скорбим, даже умираем. Любите книги, они дают радость. Сегодня я представляю «Любовь эмигрантки» and Love in the Moon Age. Надеюсь, что книга понравится вам и подарит кусочек счастья. Եվ վերջապես իմ սրտի հոգու լեզվով, ոսկեղենիկ հայերենով։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, իմ անգին ժողովուրդ, յուրաքանչյուրիդ ներկայությունը անչափ թանկ է ինձ համար եւ կարծում եմ, որ համաձայն եք ինձ հետ, որ նման միջոցառումները մեզ կտրում են ճղճին իրականությունից եւ տանում են բարձր մի տեղ, որտեղ իշխում է վեհն ու գեղեցիկը։ Բայց հատկապես 20-ի պարտությունից եւ Արցախի կորուստից հետո նման միջոցառումները մեզ օդի պես են անհրաժեշտ, որովհետեւ մեր ժողովուրդը կարծես թե մի տեսակ շփոթ վիճակում է եւ մեր պետականությունը երերում։ Ուժեղ պետականության կարիք ունի ոչ միայն Արարատի փեշին, Արարատյան դաշտում ապրող հայ քաղաքացին, այլ նաև մենք, որ հազարավոր մղոններ հայրենիքից հեռու ենք եւ մեր հայացք ուղղված է Մասիսի գագաթին։ Ցանկանում եմ մեր ընտանիքներին ուրախություն, բարեկեցություն, բայց այնուհանդերձ հաստատապես ուժեղ հայրենիք եւ ամուր պետականություն ունենալու հույսով, հավատքով, ակնկալիքով եւ սպասումով։ The famous Russian literary critic Yuri Ivanov wrote an extensive review in the famous Literaturная Gazeta. It is one of the best books I've read about emigration. Marguerite Duran's literature is about strong people, strong in their kindness, sincerity, and love. It is with pleasure that I present to you Dr. Astrid Stella Sahakyan. She's a USC graduate, and I'm sure she has a couple of words to share with you, and of course, the biography of Marguerite Duran. Let's give her a warm welcome. Thank you, everyone, and it's my honor to present my mother today. Marguerite Duran, Rita Manvelian, writer and cultural figure, member of the Writers Association of Armenia and Artsakh, member of Writers Association Creativity and Potential St. Petersburg, member of the Union of Armenian Writers of USA. Marguerite Duran, Rita Ter Manvelian, was born in the historical city of Stepanakert, the capital of Artsakh, Nagorno-Karabakh. When Margaret was 9 years old, the family moved to the Armenian capital of Yerevan. After completing her primary education, Margaret pursued an education background in economics and financial accounting. With her degree, Margaret worked as a chief economist in one of Armenia's most prestigious financial firms. She later continued her career as chief accountant and director in the financial planning and service sector of the Republic Ministry of Commerce. In 2003, September, Margaret immigrated to the United States, where she began to write prose as an adult, pursuing her literary passions. Her pen name, Derans, derived from the name of her family's ancestral clan in Artsakh, Armenia. Derans, in the Armenian vernacular, references to her family's priestly lineage that traces back for centuries. The estate belonging to the priestly family of Derans, located in the mountains with the ruins of an ancient Armenian church and a 9th century Khachkar, are currently occupied
by Azerbaijani troops after the forced transfer of Artsakh Armenians in 2023. Margaret Derans writes prose, novels, novellas, essays, and short stories. She is author of 7 books. The Crystal Vase 2013 is a novel about a woman whose life changed in only a week. The Secret Kept in the Mountains 2015 is a novel and short stories. Love and Immigration 2017, stories of immigrants to highlight their resilience, hardship of their journeys, and hope for the future. The Square of Loneliness 2017 is a novel about the life of a talented artist. Sweat Lodge 2019, their novel and stories. Love on the Moon Age 2021 is a historical romance. And finally, my favorite, Arched Parasol 2023, novel about past 100 years of Artsakh history. These books are available in the public libraries of Los Angeles and Glendale, and they are also for sale in several bookstores in Glendale. Participating in the prestigious online competition American Book Fest 2023, the novel Love on the Moon Age entered the final stage in the historical romance category. Arched Parasol, dedicated to Karabakh War, awarded the annual ceremony prestigious Yerishe Charens Award in 2024. And in the same year, Saint Alajajian's novels competition became a prize winner in Armenia. In March 2023, writer Margaret Derans was awarded a gold medal from the Aznavour Foundation in Paris for her literary activities, and in December 2024, a gold medal named after Komitas in London. In 2025, in St. Petersburg, Ms. Derans was awarded the World Pen Honorary Medal at the annual prize, The Legacy of Literature of 21st Century, for imagination novel and short stories. For her literary and cultural activities, she received many awards from A.R. Consulate General in Los Angeles and community cultural organizations, as well as the highest award from Glendale City Hall and American Senate. Her books were translated, as you can see, into English and Russian, and participated in the International Book Festival of Frankfurt and Moscow. Literary works of Margaret Derans have been published many times in periodicals, co-authoring yearbooks in Armenia as well in USA, Russia, Canada, Lebanon, Iran, and Israel. My honor to be here. Thank you and enjoy your evening. Եկեք խոսենք ձեր արմատներից, հոգով սրտով արցախցի, և գիտեմ, որ միշտ ակնածանքով եք խոսում ձեր պապերի մասին, որովհետև եթե դուք կաք այսօր և կայացել եք, պիտի երախտապարտ լինել նրանց։ Հաստատապես, մանկությունը հզոր մի ուժ է և գիտեն, որ անհատին, հատկապես գրողին, արվեստագետին հենց ձևավորում է մանկությունը։ Եվ բարի լինելուց առաջ մանկությունը նախ և առաջ համեր են, հոտեր են, և այդ բույրերը, և այդ անուշա համերը, ինչու չէ շշուկները ամբողջ կյանքում մեզ առաջնորդում են, և նման բան կա, ծառի բուն հաստությունը երևում է կտրելուց հետո։ Եվ վերջին 5 տարիներին, հատկապես 20-ի պարտությունից հետո, այդ բույրերը, այդ հիշողությունները, որոնք իմ զգացական դաշտում են, կարծես թե գիշերը պարուրում էին ինձ և հաճախ գիշերային մղձավանջների մեջ նրանք փորձում էին ինձ ասել ամենակարևորը, որ մենք կարող ենք կորցնել
մեր դրախտավայր Արցախը, սոսի պատգամներ կային։ Իհարկե այդ բոլորը վերածվեց եկավ գրականություն, գրվեց վեպ, այս վեպը, Գմբեթավոր հոանոց վեպը, որը Արցախի պատմության վերջին 100 տարվա մասին է։ Եվ այստեղ իհարկե միախառնված է եւ երևակայականը, եւ իրական իմ կյանքի պատմությունը, նույնիսկ պապիկների, տատիկների անունները ես շատ գրվածքներում չեմ փոխել, որովհետեւ պատմությունը սկսում է նախորդ դարի, երբ որ 20 թվականին տեղ ունեցավ Շուշիի հրդեհը։ Մայրական կողմից տատիկը Շուշեցի է եւ դա իրենց տոհմի պատմությունն է եւ ինչպես է ամուսինը զոհվել եւ այդպես հարթել ճանապարհը, որպեսզի կինը 3 երեխաների հետ փրկվի։ Մի խոսքով դա իմ մայրական կողմը, հայրական կողմը քահանայական ցեղից ենք։ Պապաս Տեր Մանվելյանց է, բայց հանգամանքներից ելնելով խորհրդային շրջանում դու գիտեք այդ ամենը, ինքը հրաժարվել է Տեր Մականունից, այսինքն ես անձնագրով Ռիտա Մանվելյան եմ։ Բայց այդ դերանց առաջին անգամ երբ որ ինձ դպրոց պետք է տանեին 6 տարեկան էի եւ արդեն ընթերցում էի եւ ծնողներս գտան որ ես արժանի եմ դպրոց հաճախելուն նրանց մերժեցին որ երեխան փոքր է եւ նաեւ հասակով փոքր էի եւ վերջում ուսուցիչներից մեկը կանչեց այս խոխան դերանցա ինքը լավ է սվրելու այսինքն այս երեխան դերանցա եւ դա եւ այդ պահից էլ այո եւ դա կնքվեց ձեր այո եւ դա չի առնչվել եմ ուզում եմ ասեմ անկուց առնչվել եմ որ դերանց ցեղ են հորս ասում էին հատկապես մեծերը դերանց էդիկենց տունը հորաքուրս մաթեմատիկայի վաստակավոր ուսուցիչ է լսում է դերանց Ռեբեկայի տունը այդպես որ այդպես տանտերը մարդիկ ցույց էին տալիս դա մանկուց առնչվել եմ դրա հետ ու ուսուցչի ասածը տպավորվել է ավելի այո իհարկե տպավորվել է ու երբ որ արիթ եղավ գրական անուն այդպես ընտրելու ես այլաշունչ Ռիտա անունը փոխեցի Մարգարիտի եւ իհարկե վերցրեցի մեր այդ քահանայական տոհմի անունը գիտեք որ այդպես տատիկներից պատմությունը որ ինքը պատմում էր ցեղի մասին այդ կալվածքի մասին շատ հետաքրքիր էր նա պատմում էր հղենտակ եւ տարբեր բաներ էր պատմում օրինակ պատմում էր որ ավանդույթ կար որ երբ որ թշնամիները հարձակվել են հղի կնոջը սպանել են եւ տեղի անվանումը հղենտակ նաեւ տարբերակ կար որ մոնղոլ թաթար սելջուկները երբ որ հարձակվում են յուղի տանուտերին աղային սպանում են եւ կոչվում է աղայի տակ շատ հետաքրքիր տեղեր, շատ հետաքրքիր ես մի քանի անգամ եղել եմ այդտեղ։ Մանկական հասակում հայրս երբ որ տանում էր մեզ Ստեփանակերտից դուրս Մաքորոթի հիմնականում տանում էր այնտեղ։ Եկեղեցին կար, բայց ագարակը չկար։ Հետագայում զարմանալիորեն երբ որ տեղի մասին Արցախի հնեաբանները ներկայացնում են իրենց հետազոտությունները ես YouTube-ում հանդիպեցի տատիկիս պատմությունները համարյա նույնն էր եւ շատ հետաքրքիր էր եթե հնարավոր լիներ այ հիմա մենք այսպես ավելի բանիմաց ենք տատիկների կողքից չենք հեռանա ինչքան շատ բան կարող էի ես ձեզ ասել Նաև Ասպայն հպարտանում եք կրկին ձեր աչքերից այո, որովհետև այն ժամանակ լսում էինք, վազում էինք, կեսականջով լսում էինք, բայց այդ ամենը իհարկե այդպես շարված է մեր զգացական դաշտում։ Եվ ուզում եմ շատ հետաքրքիր մի բան պատմել, այս զարդը հարսանյենց նվեր է հորեղբորս կողմից եւ դերանց ձորը հորեղբայրս լինելով պաշտոնյա Երևանում առաջին Արցախյանի ժամանակ նա վաճառում է ամեն ինչ
եւ գնում է Արցախ, որպիսի վերականգնի իր մանկության հեքիաթը Դերանց ծորը, որտեղ ինքը ապրել է իր տատիկ պապիկների հետ։ Եվ երկար ժամանակ երբ որ շոյում է այս զարդը, մեջս անհանգստություն էր առաջանում, տագնապ, որտեղ փոքրերս գիտենք, հատկապես ես շատ ուշիմ երեխա էի, երբ մոտենում էի մեծերին, հաճախ նրանք ընդհատում էին իրենց խոսակցությունը, խոսքը հատկապես երբ վերաբերվում էր հորեղբորս կյանքին։ Եվ այդ տագնապները եւ այդ անհանգստությունը ի վերջո դարձավ ջրահարսի անեսկը Դերանց ծոր էսեն, որը կա քրտնաձուկ ժողովածուում, որը շատ բարձր են գնահատել գրականագետները եւ ընթերցողները։ Սա պատմություն է հորեղբորս կյանքի մասին, լեռնցու մարդու հավատարմությանը դեպի իր արմատներին, հայրենասիրության եւ Դերանց ծորի մասին, վերնագիրը ջրահարսի անեծքը կամ Դերանց ծոր կամ հակառակը։ Haig Movsisyan was born and raised in Armenia. He has spent most of his life in the United States. Over 5 years, he has resided in New York State, where he has attended Cornell University, and then in the greater Los Angeles area, and today he teaches middle school English. Haig Movsisyan. Hi everyone. I've translated some of the work by Margaret Derrance, a few short stories, a novella, I think. Just plain and simple, when you're reading it, it's like watching a movie. You're watching a movie where you see yourself. Why do I say that? Every single detail, every little nuance is described in a rich language. It's so real. It's your life, it's you, the places you go to, the pastry shop down the street, where you go to get some sweets, the people that you read about, you know them, they're recognizable, you identify with them, you relate to them. That's what I noticed when I was working with the text, translating it from Armenian to English. You can't stop reading it. You can't stop reading it because it's yours. Wherever you are in Armenia, in the United States, in Europe, if you're a human being, you're going to love this literature because it's you. It's what you have in your heart and your soul, and the relationships that you build with other people or fail to build, the communication difficulties that you have, everything is part of the work that she presents. I'm happy, honored, and it's my pleasure to make this literature accessible to a wider audience, to an English language audience here in the United States, as well as anywhere in the world where English is read. Thank you. Margaret, she's a part of Artsakh for me here in United States, that I can share with her all my feelings, all that whatever we went through all these years, and I know she's the one who understands, she's the one who is sharing that personally with me. This is her in my life. This is Margaret, and I met her first time in church, and her spiritual weight, I would say, her spiritual maturity, as well as I said, love and love that we're sharing towards Artsakh, my homeland, because I'm not separate Artsakh from Armenia. Artsakh and Armenia, Hayastan, for me it's a one. So sharing that with her and that spiritual, it's great. You cannot find all of this in every person. So she is very exceptional for me. «1967 թվականին
օգոստոսին մենք ընտանիք հանդերձ տեղափոխվում ենք Երևան։ Միջ այդ շատ հետաքրքիր պատմություն է, որը սովետական միության տեղեկատվական դաշտում դա համարվում է գաղտնի տեղեկություններ, այսինքն засекреченные ռուսերեն այդպես է հնչում, եւ ես ականատես եմ եղել այդ դեպքերին եւ այդ դեպքերը առիթ են եղել, որ իմ ընտանիքը լքի Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի մայրաքաղաքը Ստեփանակերտը այն ժամանակ այդ ամբողջ մարզը գտնվում էր Ադրբեջանի խորհրդային Ադրբեջանի անբաժանելի մասն էր համարվում։ Ուրեմն քաղաքամայր Ստեփանակերտը լցված էր վարորդի կծահոտով, հրդեհի կծահոտով եւ քաղաքը հայտարարվեց այդպես տնից իրավունք չունենք դուրս գալու։ Քաղաքում հրդեհի կծահոտն էր, ծուխ էր, մարդկանց արգելված էր տներից դուրս գալը եւ հայրս գործողման մեջ էր, ասեմ, որ հայրս շախմատիստ էր եւ ուներ 5-րդ կարգի այդպես կոչում ուներ եւ տանը տատիկս էր, հորաքուրս չամուսնացած, մայրս եւ 3 աղջիկները եւ իմ տատիկը իր փեշի տակ կացինը պահում է, մեզ հանձնարարում է, որպեսզի մենք թաքնվենք նկուղում, որտեղ ամեն վարքյան սպասում ենք, որ քաղաք կարող են մտնել ադրբեջանական ռուսակախմբերը։ Եվ այդ օրը կարծես թե հիմա երբ որ հիշում եմ, մտածում եմ այդ օրը իմ մոտ իմ հոգու մեջ, մանկական հոգում շատ բան փոխվեց։ Ես սկսեցի հասկանալ, որ ոչ բոլորն է ճիշտ, որ ինձ կարող են սպանել, քանի որ ես հայ եմ։ Եվ դա սարսափելի զգացում։ Այո, սարսափելի զգացում էր եւ առիթը այդ դեպքերի այն էր, որ Կուրապատինո, Լեռնային Ղարաբաղի Կուրապատինո ավանում չեմ ուզում ես միշտեմ եմ դաժան պատկերների նկարագրությանը, բայց հայ 5 տարեկան մանչուկի դաժանագույն սպանություն էր 3 ադրբեջանցիների կողմից, նույն գյուղից, եւ քանի որ դատավարությունը այդպես արդար չէր, երեխայի հայրը եւ հայերը ապստամբում են եւ տեղում հենց սպանում են հանցագործներին եւ սովետական զորքերը մտնում են Ստեփանակերտ։ Իմիջիալոս եվրոպական թերթերը եւ արևմտյան մամուլը նահանգներում գրել են այդ մասին, սովետական թերթերը լարել են այդ մասին եւ սա համարում էր այն տեղեկություններից, որը սովետական այդպես կառավարությունը միշտ գաղտնի էր պահում։ Love on the Moon Edge is a romantic, psychologically deep and multi-layered story about the fateful relationship between a man and a woman. It is my pleasure to present an unexpected guest tonight, writer-publicist Eliyahu Abramson. Please. I literally asked for 1-2 minutes of your time because this book I couldn't put down, and so I wrote just one-page comments that I'll give you to give me feedback, and my feedback, without spoilers, this is jewels. Every sentence so beautifully written and touches such an internal theme for all of us author writers: style, stylization versus theme. I'm going to read something that I commented here. A unique style is naturally the signature of a writer, but what matters is the message that they want to convey. Right away, we see the depth of writing. It's not just about love story, which is, of course, it's a great romance. I wanted to turn everything upside down. Such a strong language of love, but it's also a very great characterization, right? And also metaphors. I mean, so this is such a, just for that alone, I would designate this book as one of the best written work that I ever presented. Thank you very much. Ամեն անգամ Մարգարիտ Դերյանցին ընթերցելիս ես հայտնվում եմ լուսավոր, գունեղ, գեղեցիկ հեքիաթային աշխարհում, որտեղ իմ սիրտս եւ զգացմունքներս կենթանանում են։
նրա հերոսները ինձ համար այնքան իրական են դառնում, ոչ միայն իրական են, այլ նաև իրենց ապրումների մեջ ես ինձ եմ գտնում։ Շատ հաճախ ես իրականությունից մտնում եմ անտեսանելի այդ գեղեցիկ աշխարհի մեջ, որտեղ Մարգարիտ Դերյանցը արթնացնում է, ինձ թվում է եւ բոլորին, հատկապես ինձ, իմ սառացրած զգացմունքները։ Ինձ համար շատ դժվար է, երբ որ վերջացնում եմ իր գիրքը ընթերցելը, որովհետև ինձ համար շատ դժվար է, որ նորից դուրս գամ այդ աշխարհից, իհարկե, որից հետո անհամբեր սպասում եմ իր նոր գեղեցիկ ստեղծագործության։ Karina Demirova is a Bachelor of Fine Arts in Game Art and Design with minor in Creative Writing. She has experience working as an editor for a national literary magazine. Karina uses her accumulated knowledge to create her own world and stories while also working as a freelance artist. Karina, please. Thank you for the lovely introduction. Margaret is at this point I want to say she's a very dear friend of mine, and I'm very, very thankful to be here. It's a huge honor to speak about her book. And the book that I would really like for you all to pay attention to is The Laugh of the Immigration, right? That's the English? Of an immigrant, yeah. Because I read it in Russian. I'll speak a little bit in Russian about it as well. But one of the stories that really stood out to me was Tale of a Flower. And it's such an interesting story because it shows the desire of the woman to achieve so many things, and she was working for it, she was fighting for it. And it's very relatable. I personally can relate to it so much. And just having that, being on the page and knowing that's not my story, but it very well as well could have been. And it's just been very emotional for me. Even now I'm getting emotional talking about it. But it's a very lovely story, and I'm so thankful that I was able to read it. And I want to say the ending of it is something that I had to go through in the past few years, because a lot of the times we have this idea of how I want my life to end, what I want to achieve, what are my goals, what are my desires, what are the true desires of my heart. But this story is the proof that a lot of the times what we think we want is not actually what we want, and it's not actually what we need. So it was a wonderful story, and I would like to talk about it a little bit in Russian as well, because that's the language I use to read it. And yeah, let's just, I'm going to start with just reading a little bit of the story, and then just like a little passage from the short story, and then I'll continue. На дворе 21 век. Бабушки нет живых. Ева отдала бы все, чтобы снова услышать ее ворчание. Она объяснила бы бабушке, что не зря портила глаза, так как гадкий утенок достиг больших успехов, что это мало кому удается, что ее внучка в собственной стоматологической клинике доводит до совершенства голливудские улыбки американских звезд, что многие из ее пациентов-мужчин жаждут ее улыбки, точно так, как в старой сказке женихи добивались благосклонности принцессы. Если бы бабушка была жива, Ева шепотом поведала бы ей свою тайну. Только ей бы она сказала: самое верное решение – остаться в родном городе, выйти замуж за какого-нибудь парня и родить детей. В их роду так было всегда, и наверняка так должно было продолжаться. Ведь не зря родители выбрали для нее библейское имя Ева, что означает «дающая жизнь». Но обстоятельства распорядились иначе. Еве была предначертана иная судьба. Она также знала из личного опыта, что негоже женщине взваливать на свои хрупкие плечи тяжелый груз. Весьма печально, когда женщина становится сильной. После работы принцесса запирается в своем особняке, расположенном за чертой города. Она часто рассматривает себя в огромном зеркале, вопросительно смотрит на незнакомую изящную женщину, во взгляде которой застыл детский трепет, и в бездонной глубине ее глаз видит юную девушку из далекого прошлого, хотя в зеркале отражается чужое, незнакомое лицо. Принцесса пытается забыть
припитии дня, которые тянутся издалека от позабытого волшебного процесса превращения муки в тесто, проносят ее через тяжелые занятия, непреодолимые экзамены и приводят в отчужденное, безлюдное место, откуда веют тоскливые ветра. Эта история меня очень зацепила, и я уверена, что, возможно, вы знаете таких людей, таких женщин в вашем окружении, которые добились очень многого, но в итоге осознали, что то, чего они хотели добиться, это не то, что хотело их сердце. И в моем случае могу сказать, что я на пути добивания тех целей, которые я себе поставила, но в последние несколько лет мои цели немного сдвинулись. И в моей жизни я хочу добиться баланса. И эта история, она учит таких девушек, как я, что хорошо иметь карьеру, хорошо иметь огромную цель. И с Божьей помощью я уверена, что у всех это получится. Но также я считаю, что очень важно добиться баланса в своей жизни. Потому что когда мы уходим из одной крайности в другую, мы остаемся в этих крайностях, и мы теряем себя. Поэтому очень важно понять на самом деле, что вы хотите в своем сердце. И добиться действительно этого желаемого и добиться этого баланса. Поэтому спасибо большое, Маргарит, что вы вдохновляете девушек, как я, добиваться этого баланса. Спасибо вам большое. Спасибо. Браво. There is nothing more beautiful than for a person to operate, to soar in God-given talent and a gift from above. And that is what my mom did and is doing. She started writing prose as an adult, and she proved that it's never late to follow the dreams, the calling that you have from above. And she is a true inspiration for me. My favorite of her books is Arched Parasol, because that book came in 2024, and last few years have been very hard especially for Armenian people. And this book, it came as a healing for our hearts. It talks about past 100 years of Artsakh history, our love for our homeland, our joy that we have in our hearts, our memories, and those memories no one can take from us. And I'm very thankful for that beautiful, wonderful book, and I recommend to everyone. Տիկին դրանց յուրաքանչյուր ստեղծագործող ունի ոգեշնչման աղբյուր, որն է ձեր ոգեշնչման աղբյուրը, եւ եթե կարելի է գաղտնիքները, փակագծերը բացելով, խոսենք նաեւ ինչի վրա եք աշխատում այսօր։ Կան շատ կիսատ գործեր, որոնք որպես կանոն գիտեմ, եթե գործը սկսում եմ եւ արագության վերջանում եմ, դա վերածվում է գրքի, բայց կան կիսատ գործեր, որոնք կուզեի անդրադառնալ եւ վերջացնել։ Կա շատ հետաքրքիր մեկ գաղափար, որը տեղի ունեցել էմիգրացիայի շրջանում որդուս ընկերներից մեկի հետ եւ կուզեի այդ մասին գրել, որովհետեւ մենք հաճախ Ամերիկան մեզ համար հատկապես սովետական միությունում ապրելով մենք այն տարիներին մեզ թվում էր թե դա երազանքի երկիր է, ավետիաց երկիր է, այստեղ երբեք անարդարություններ չկան, հատկապես օրենսդրական դաշտում, բայց մի խումբ հայ երիտասարդների կյանքում օրենսդրական սխալների այնպիսի մի հաջորդականություն էր եւ այնպիսի մի հետաքրքիր պատմություն էր, որ կուզենայի այդ մասին գրել, բայց դա ծավալուն գործ է եւ կարծում եմ պահանջում է մի քանի տարիների համար նպատակային աշխատանք։ Աստված առաջ, Աստված ուժ տա մեզ գրելու եւ ստեղծագործելու։ Ոգեշնչման պատճառները կարող են շատ տարբեր լինել, որովհետև սովորական մարդու համար կարող է մի փոքրիկ դա էպիզոդ լինի, իսկ գրողի համար դա կարող է դառնալ մի ամբողջ աշխարհ եւ սովորաբար գրողներս մենք աճպարարներ ենք, որովհետև մենք կյանքում տեսնում ենք կերպարներ, կարող ենք տրոհել այդ կերպարները, վերածել մի քանի կերպարների եւ ընդհակառակը կարող ենք
տարբեր տեղի բնավորության գծերը վերցնել եւ ստեղծել նոր մի կերպար։ Եվ իհարկե նաև այն կարծիքը կա, որ ինչ գրողը գրում է, այնուհանդերձ գրում է իր մասին եւ տարբեր վարկածներ կան, օրինակ ասում են, որ Դոստոևսկին Կարամազով եղբայրները երբ որ գրել է, այնտեղ ուրեմն 3 եղբայրներ են՝ Միտյան, Ֆյոդորը, Անդրեյը եւ հոր կերպարը եւ խոք եղբոր կերպարը Սերեբրակովը եւ ասում են, որ այդ բոլոր կերպարը հանճարես գրողը այդպես հանել է իր միջից։ Մի խոսքով, այո, հաճախ միանում է իրականը, երևակայականը, բայց դե կարևոր չէ գրողը, ինչպես ասեմ, ճշմարտացի փաստեր է գրում, իրականության մասին է գրում, կարևորը թե այդ ամենը իրական եւ անիրական դեպքերը ինչպես են անցնում գրողի պրիզմայով եւ դառնում գեղարվեստական ստեղծագործություն։ Եթե ճիշտ եմ հիշում, Տիկին Դերանց որոշ գրաքննադատների այդպես էլ թվում էր, որ ձեր կերպարները դա դուք եք։ Այո, նման կարծիքներ կան, այո, շատ կարևոր է իհարկե։ Ես նման արտահայտություն ունեմ, որ գրականությունը նույնպես կենսագրություն է։ Կարևոր է գրողի կենսագրությունը, կարևոր է գրողի անհատականությունը, շատ հաճախ ինձ բնորոշում են իրատեսական, արձակի մեջ շատ հետաքրքիր պատմություններ տեղի ունեցել, գրական ինչ-որ մրցույթում ես ուղարկել եմ Լիլո պատմվածքը եւ բոլորին թվացել է, որ դա հուշապատում է, որ անմիջապես ինչ-որ մեկը ինձ պատմել է այդ մասին, բայց բնավ դա հուշապատում չէր։ Պարզապես Աղավնոյի գյուղը, երբ որ հանձնվեց 22 թվականի օգոստոսին, դա ինձ համար այնպիսի մի ողբերգություն էր, որ ճշմարտացի փաստի հիման վրա ստեղծել եմ երևակայական կերպարներ եւ թվում է, որ ամուսնու կերպարի մեջ խտացրել եմ հայի ինքնապահպանման վնասը, իսկ կնոջ կերպարում հայի ընդվզման ոգին եւ բայց իհարկե լուրջ ընթերցողները հասկացել են այդ պատմվածքի, Լիլո պատմվածքի խորհուրդը, որ դա հայի պատմական ճակատագիրն է եւ իհարկե իմ որպես գրողի եզրահանգումն էր, եթե Լիլոները շատ լինեին, հավանաբար մենք երևի ոչ ցեղասպանություն ունենայինք, ոչ էլ հայրենիքների կորուստներ։ And now it is my pleasure to present the hostess, the owner of this beautiful gallery, Aziza Azizova. She is the founder and owner of International Azi Art Gallery, LA, a vibrant cultural hub in Los Angeles that connects local and international artists. She is a multi-talented artist herself, if I'm not mistaken, curator and event organizer, known for unique paintings and for hosting inspiring art exhibitions, creative classes, and cultural events, and amazing book presentations like today's, right? It was a great pleasure today to present and host this event for Margaret Durance. She's very talented book writer. I read so many stories about her and also her books. It's amazing, it's inspiring, and I hope you're gonna enjoy this evening today, and I think you're already enjoying. And it's I'm gonna be very short, and I wanna speak Russian because it's like coming from my heart, and I know the Margaret, she deserved this, you know, like I hear so many good stories about her. And first of all, I wanna say about her. Я хочу сказать, что произведение Маргарет Дуранс – это произведение о любви, о поиске себя и сложных отношениях в эмигрантской среде. Вот. Здесь главным образом героиня, оказавшись вдали от родины, сталкивается с внутренними переживаниями, семейными трудностями и новыми чувствами. Книга эта затрагивает темы выбора между долгом и личным счастьем, а также адаптации в новой стране.
Маргарет Деранс очень талантливая писательница, чьи произведения посвящены любви, именно чувственной такой любви, проницательной, судьбе женщин и их внутреннему миру. В ее книгах много эмоций и жизненных ситуаций, которые близки читателям. Я думаю, что все вы, когда начинаете знакомиться с ее произведениями, вы сразу окунаетесь в эту среду, да? И я хотела бы прочитать небольшой отрывок из ее произведения в книге «Любовь эмигрантки», история тоже любви эмигрантки. Грег и Арус прогуливались по бульвару, протянувшемуся вдоль побережья океана, Санта-Моники. Они очень мило смотрелись вместе. Высокий, широкоплечий блондин и чернокудрая дама. Мужчина время от времени брал женщину за руку и сжимал в своей ладони, будто боялся потерять свою спутницу. И осенний океан, и небо отливали холодным металлическим блеском. Однако свет и любовь переполняли сердца Грега и Арус, обволакивали все вокруг, воздух, небо, океан. Вот это вот моя любимая часть. Вот. Короче, наслаждайтесь сегодняшним ивентом. Вот. Приятно очень всех видеть вас. Спасибо. Спасибо вам. Դերանցի գրքերը կարդալիս, էլ չես ուզում ընդհատել, պիտի անպայման մինչև վերջ կարողանաս կարդալ, որով բոլոր թե պատմված լինի, թե վիպակ լինի, թե վեպ լինի, բոլորը կապված են միմյանց հետ, և դու կարդալիս կարծում ես, որ դու ես գրքի հերոսուհին, շատ կարևոր մի հանգամանք է դա գրողի համար, որ կարողանում է այնպես ներկայացնել իր հերոսուհիների հոգեվիճակը, որ դու քեզ ես զգում նրանց փոխարեն։ Իսկ էմիգրացիայի թեման իհարկե բոլորիս մոտ նույնն է, նույն ճանապարհով ենք անցել, նույն դժվարություններով ենք անցել, նույն հոգեվիճակների մեջ ենք գտնվել, եւ ես պարզապես զարմացած եմ Մարգարիտի կարողության վրա, որ նա կարողանում է հոգեվիճակ ներկայացնել այդքան մանրամասն եւ ճշգրիտ. You know, it's hard to tell when was the first time Margaret and I met. It did happen in church, that's the one thing I remember, but at this point it feels like we've known each other for most of my life. She's an amazing person, she's a very creative person, and she's a huge inspiration for me as an artist. And the one thing that really inspires me is her writing. She shares very relatable stories about people like you and I, and she's just an amazing, amazing person. I love her so much, and I wish her all the best, all the good things, and I hope that her writing continue to grow, and she continue to grow in that art, and more people get a chance to get to learn about her, get to know her, and also get to experience her writing. And she's an amazing person, and I love her very much. Տիկին դրանց ինչ գնահատականի է արժանի այսօրվա հայ գրականությունը։ Արշակուրդ ջան, մենք ունենք հրաշալի ժամանակակից գրականություն, այդ տեսնում եք իմ մի քանի գրքեր կրում են այս վերնագիրը 21-րդ դարի շարք։ Այս շարքում կան հրաշալի գրողներ եւ ես ուրախ եմ լինել այդ գրողների շարքում, հատկապես շատ են երիտասարդները եւ դա էլ հույս է տալիս, որ այնքան էլ ծեր չենք։ Եվ իհարկե, ինչ կարող եմ պատգամել մեր երիտասարդներին։ Շատ կարևոր է, ես մի առիթով հետաքրքիր խոսք եմ ասել, որ երազանք ունեցող մարդը ավելի մեծ ուժ է իրանից ներկայացնում, քան այն մարդը, որը տիրապետում է փաստերին։ Այսինքն խորհուրդ եմ տալիս, որ անպայման հետևել իրենց առաքելությանը, իրենց երազանքի հետևից գնալ,
Այո, մենք հաճախ մեծերը կարող են ասել, որ դու չես կարող, քո մոտ չի ստացվի, բայց հավատալ եւ չդավաճանել իրենց սկզբունքներին։ Այո, դա շատ կարևոր է գնալ երազանքի հետևից եւ շատ հետաքրքիր է կարծեմ, եթե չեմ սխալվում, Ռուզվելտը չէ, Էլեանոր Ռուզվելտը նրա տիկինը ասել է, որ ապագա ունեն նրանք, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը։ Այդ տեսեք ինձ գեղեցիկ խոսքեր է ասել, բայց միաժամանակ մեկ ուրիշ մտածող ասել է, որ Ալբերտո Կոելեն ասել է, որ մեր երազանքները սպանում են մեր կասկածները։ Տիկին դրանց երևի թե մենք ընդունենք, որ իսկապես պետք է հավատալ երազանքի գեղեցկությանը։ Այո, իհարկե։ I'd like to invite well-known actress and renowned artist of Armenia, Karine Janjughazian. Շնորհակալություն, ես հայերեն կխոսեմ, ողջունում եմ բոլորիդ, սիրելի Մարգարետ, ողջունում եմ, շնորհավորում եմ այս օրը, սա բացառիկ օր է, իրավի, որովհետև դիրք է ծնվել, իսկ գրքի ծնունդը դա ժառանգություն է մեր ժողովրդին, մեզ բոլորիս, դա իսկապես տոն է, որի համար ես բոլորիս եմ շնորհավորում, ես պիտի ասեմ, որ վստահ եմ, շատերը ծանոթ եք արդեն Մարգարիտի ստեղծագործություններին, արձակին, վեպերին, հա։ Ես ցավոք պիտի ասեմ, որ նոր եմ սկսել ծանոթանալ, որի համար ներողություն եմ խնդրում։ Բարեբախտաբար մեր ընդհանուր ընկերուհին լրագրող, վավերագրող Վարդուհի Սիմոնյանը մեզ ծանոթացրեց, որի համար շնորհակալ եմ եւ ես սկսեցի արդեն ծանոթանալ քո գրական արժեքներին։ Եվ խոստանում եմ, որ այն կլինի շարունակական, արդեն այն առաջի գիրքը, որ ես ունեմ, սակայն ես սիրելիներ, կուզեմ ձեզ ես ճանաչեցի և ծանոթացա Մարգարետի բանաստեղծական ժանրին, հա, և ես շատ ցանկանում եմ և կուզեմ, որ իմ ընթերցանությունից հետո բոլորս ցանկանանք, որպեսզի տպագրվի նաև նրա բանաստեղծությունների շարքը, ահա ես կներկայացնեմ մեկը, որ ինձ շատ դուր է գալիս։ Եվ ոչ միայն դուր է գալիս, իմ սրտին մոտ է, Մարգարետի սրտից բխած, և կարծում եմ բոլորիս շատ սիրելի կլինի, վստահ եմ։ Ուրեմն կկարդամ մի փոքրիկ բալլադ զույգ բաբոների մասին։ Հրե ձիուկի վզին փաթաթված, սլանում էր նա երկնքով լազուր, փոքրիկ աղջիկ էր, ոսկե ծամերով, մի բուր սրտիկ, ինքն էլ չգիտեր, թե ուսկից եկել և ուր է գնում, սլանում էին ձիուկն ու աղջիկը կանաչ դաշտերով, լեռներով վայրի, ծեր կածանների երազի միջով ուր վաղնջյան ջուղն էր ծվարած, զույգ բաբոների լքված անուրջով։ Երբ նա ժպտում էր, նա այդ աղջիկը, գարնան խնդությամբ հողը ծաղկում էր, ու սերն էր կաթում անձրևից, ծառից ու երկ էր դառնում, ու օր էր դառնում ծեր բաբոների հացաբույր գրկում։ Հետո կայծակը խփեց մեծ կաղնում։ Անդեմ մարդիկ են, որոնց մեջքերին սապատի պես են դիերը բուսնել, երկմարմին հրե շաքլորի պոչով, ու պոչի մասում գորժ գայլն է հսկում, որ մագլցում է 10,000-ամյա գյուղը պաշտպանող լեռները ի վեր։ Մշակ ու մաչկալ տեսիլներ դարձան, սերմ անեցք է հրաժեշտի հետ էլ ծիլ չի բուսնում։ Գաղթեցին նրանք, հալվեցին օտար երկնակերերին, ստվերներում գորշ ու գյուղը դարձավ շրջված մի աշխարհ։
մանրագիր, մի հուշ, կորուսյալ, մի կյանք, ու նորից ֆիլմի կադրերը փոխվեց, քաղաքը մութ էր ու զգուշավոր, մայթերը անշունչ, տները անհույս ու սարսափած էր, աղջիկը, փոքրիկ, չկար մայրը, դարպասը կանաչ, բաբուները զույգ, ու կինը զարթնեց, երազը չար էր, ու անիմաստ էր, դարձել ամեն ինչ, վաղուց կորել փոքրիկ աղջիկ, անվերջանալի զմրուխ լեռների գյուղանկարում, որի ստվերում աղոթում են դեռ զույգ, բաբոնել, իմ սիրտն ու հոգին Արցախում կընտրենք։ Շնորհակալ եմ այս տողերի համար, կեքեզ, շնորհակալ եմ, բրավո ջան, շնորհավորում եմ։ Ձեզ հաջողվեց հեղինակին հուզել։ Ձեր ծափարությունները կրկին։ Ես տնտեսագիտական կրթություն ունեմ եւ կրթության բերումով ես իրազեկ եմ եւ աշխարհագրական պատմության եւ հասարակական պատմության եւ նույնիսկ կուսակցական պատմության արշալույսյան, որտեղ ապրել եմ կրթություն ստացել հանգամանքների բերումով խորհրդային շրջանում եւ այնուհանդերձ հաճախ այդ իրազեկությունը կարող է քեզ բերել վատ եզրահանգման, բայց եթե դու տեսնում ես մեծ պատկեր, նույն պատմությունը քեզ կբերի մեծ երազանքների եւ մենք պետք է ունենանք ազգային երազանքի գաղափարախոսություն։ Merci la médaille Charles Aznavour. Շնորհակալ եմ։ Շնորհապատեմ կազմակերպիչներին այս հիանալի միջոցառման համար եւ շնորհակալ եմ գնահատանքի համար։ English is my professional language and Armenian is my soul and heart, says one of the acclaimed writers of our times, Margarit Derens. Հրավիրում ենք բեմ եւ իհարկե մրցանակը հանձնելու համար հրավիրում ենք Արման Գևորքյանին Լոս Անջելեսից։ Խնդրեմ։ Բարի երեկո երաշնոր հայրեր, տիկնակ եւ պարոնայք, մեծարգո հյուրեր։ Շատ ուրախ եմ մասնակիցը լինել այս հայապահպան, մշակույթապահպան ձեռնարկին եւ որը նվիրված է մեր անզուգական բարթապետին, որը նշանակում է հենց բառը ասում է զույգը չունեցող մեծն կոմիտասին։ Номинация «Перо мира» за вклад в укрепление международного диалога через литературу. Деранс Маргарет, Гран-при. Приглашается Деранс Маргарет. С юных лет я мечтала быть в Петербурге, но те далекие годы-то я даже не представила, что приеду в этот город как писательница. На торжественной церемонии носителей литературы 21 века и получу гран-при «Перо мира». Մաղթում եմ բարի օրերի ակնկալիքով մեր անգին հայրենիքի համար խաղաղություն, բարեկեցություն մեր հայրենիքին։ For advertising on Inside TV, please call 818-653-0199.